Պարոն Պապոյան, քարոզարշավի 4-րդ օրն է, ընդհանուր առմամբ ձեր տպավորություններով կուզենամ կիսվեք եւ նաեւ քարոզարշավի մեկնարկից ի վեր լսում ենք տարբեր թեզեր, նարատիվներ, օրինակ վերջին օրերին հատկապես լսում ենք, թե ինչքան վտանգավոր էր եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, այդ մասին խոսեց Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, որ թիրախավորեց հատկապես Ֆրանսիայի նախագահին եւ ամենատարբեր հայտարարություններ։ Ինչի մասին են այս հայտարարությունները եւ ինչի մասին է ընդհանուր առմամբ քարոզարշավը։ Ես կհամեմատեմ 21 թվականը 26-ի հետ, որովհետև ես 21-ին եմ ակտիվ ներգրաված եղել քարոզարշավի մեջ, որտեղ մենք 54% ձայն տարանք եւ հիմա եւ ուղղակի համեմատելու չի։ 26 թվականին ժողովուրդը քաղաքացիական պայմանագրին ու վարչապետին շատ ավելի ջերմ է դիմավորում, շատ ավելի ջերմ եւ ուղղակի կասկած չունեմ, որ շատ ավելի բարձր արդյունք են արձանագրելու 26-ի հունիսի 7-ին, քան 21-ին է եղել եւ իրապես ես կարծում եմ համանadrական մեծամասնության հարցը արդեն իսկ լուծված է։ Եթե անկեղծ կլինեմ, ես մինչ այդ մի փոքր նաեւ կասկածում եմ, բայց հիմա որևէ կերպ չեմ կասկածում։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր նշած, գիտեք, այդ մարդկանց ես խորհուրդ կտամ առաջին հերթին հայերեն սովորեն։ Մի երկու հայերեն բառ կարողանան իրար հետ կապակցեն, մի քիչ անգրագետ խոսեն, նոր հետո փորձեն ինչ-որ մտքեր արտաբերել։